2008 թվականին մենք ստեղծեցինք Caldo ապրանքանիշը, որի շրջանակներում սկսեցինք մետաղապոլիմերային եւ պոլիմերային խողովակների արտադրությունը։ Մենք ինքներս մեր առաջ նպատակ էինք դրել, որպեսզի արտադրության արդյունքում ստանանք ամենավորակյալ ապրանքը, որի հիմքում ընկած էր գերմանական տեխնոլոգիան եւ կորեական հումքը։ Caldo ապրանքանիշը իր որակի եւ վստահելիության շնորհիվ բավականին կարճ ժամանակահատվածում հայաստանյան շուկայում դարձավ ճանաչված բրենդ։ Իսկ այսօր արդեն Caldo անվանումը ինքը խոսում է իր մասին։ Մեր պահեստային տնտեսությունը ներկա պահին զբաղեցնում է մոտավորապես 40,000 մետր քառակուսի տարածք, եւ այն կառուցված է այնպես, որ մենք կարողանում ենք կատարել բավականին մեծ ծավալի առաքումներ։ Ուզում եմ նշել, որ մենք մեկ ամսվա կտրվածքով կատարում ենք արդեն 10,000 առաքում, ինչպես մեր մանրածախ, այնպես էլ նաեւ մեծածախ գործընկերների պատվերներով։ Վերջերս նաեւ կառուցել ենք նոր տեխնոլոգիաներով դարակաշարային պահեստ, որը կառուցված է ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ որը մեզ հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել մեր ապրանքաշրջանառությունը եւ ավելի արագ արձագանքել հաճախորդների պահանջներին։ Պահեստների զարգացման շրջանակներում դեռ շատ պլաններ ունենք դրված մեր առաջ։ Նախատեսում ենք ավելի կատարելագործել ավտոմատացման համակարգը, նախատեսում ենք ընդլայնել տարածքներ, ընդհանուր առմամբ նախատեսում ենք ավելի կատարելագործել մեր գործառույթները։ Վերջին ժամանակներում թարմացրել ենք նաև ավտոպարկը, ներդրել ենք նորանոր ավտոմատացման համակարգեր։ Ես միշտ ընդգծում եմ, որ որքան էլ ժամանակակից լինեն մեր տեխնոլոգիաներն ու մեխանիզմները, սակայն ամեն ինչի հիմքում ընկած է մարդկային գործոնը, մարդկանց ճիշտ ընտրությունը, նրանց պատասխանատվությունը, նրանց նվիրվածությունը, առանց որի այս ամեն ինչին հասնելը ուղղակի անհնարին կլիներ իմ կարծիքով։ Պարսիս ընկերությունում իմ երկարատև աշխատանքի հիմքը կայանում է նրանում, որ ես ինքս իմ առաջ դնում եմ պլաններ, նպատակներ, տարեստարի շարժվում եմ առաջ, տեսնում եմ դրանց արդյունքները, տեսնում եմ իմ թիմի, իմ ղեկավարության գնահատականը, որը տալիս է ինձ նոր ուժ եւ մոտիվացիա առաջ շարժվելու համար։ Դա գնահատված լինելու զգացողությունն է։ Երբ տեսնում ես, որ գնահատված ես թե քո թիմի, թե ղեկավարության, թե հաճախորդների կողմից, դա ինձ ուժ է տալիս եւ մոտիվացիա է տալիս առաջ շարժվելու համար։ Աշխատակիցների բարձր ոգին պահելու եւ նրանց մոտիվացիայի մեջ պահելու համար իմ կարծիքով պետք է թիմում լինի կայուն մթնոլորտ, առողջ միջավայր։ Պետք է բոլորս ունենանք նպատակներ եւ այդ նպատակների միավորում։ Այս ամենի արդյունքում մենք կարողանում ենք շարժվել առաջ եւ հասնել նորանոր հաջողությունների։ Պարսիսում աշխատելով ես ձեռք եմ բերել նպատակասլացություն։ Սովորեցրել եմ մարդկանց ճանաչել, սովորեցրել է թե ինչպես պետք է շփվել մարդկանց հետ աշխատանքի մեջ, աշխատանքից դուրս, սովորեցրել է նպատակներ դնել իմ առաջ եւ իրականացնել։ Իմ կարծիքով չսխալվել հնարավոր չի, ուղղակի մենք մեր աշխատանքի մեջ պետք է հաշվի առնենք մեր սխալները եւ սխալները ուղղելով շարժվենք առաջ, որպեսզի հետագայում նույն սխալները չկրկնենք։